Բարև ձեզ սիրելիներս, ուզում եմ պատմել երազներ, որոնք ամբողջությամբ չեմ պատմելու, միայն այն հատվածները, որոնք վերաբերում են հափշտակությանը, ժամանակներին եւ վերաբերում են բոլորիս, որովհետեւ տեսել եմ երազներ, որտեղ եւ անձնական եւ բոլորի համար տրված էին դրանք։ Պատմում եմ 3 երազից կոնկրետ հատվածներ։ Այսօր 12-ն է մարտի 2025 թվական։ Այս երազները ես տեսել եմ մարտ ամսի սկզբի օրերից 2 օր, 1 օր ընդմիջումներով, այսինքն իրար հետևից։ Ուրեմն տեսնում եմ մի երազ, որտեղ ես իմ հարազատների հետ եմ, ընկերների եւ այլն, իմ մասին եմ երազը տեսնում եւ երազის մեջ ես հասկանում եմ, որ մենք արդեն վերջին ժամանակներում ենք ապրում, վերջին օրերում ենք ապրում, ես այդ երազների մեջ զգում եմ, որ Աստված իմ հետ է, նա խոսում է իմ հետ, նա ինձ ուղղորդում է, ես նրանով առաջնորդվում եմ եւ ինչ որ գործողություններ եմ անում երազումս, Աստծուն եմ ես ծառայում ինչ որ կերպ ու ես հիշում եմ երազիս այս հատվածը ուզում եմ պատմել, որ ինձ մի մարդ ասում է, որ ես ինչ որ նոր բան անեմ, այսինքն ինչ որ մի բան անեմ իմ կյանքում եւ ես նրան պատասխանում եմ, առաջարկում է այդ բանը անել իմ կյանքում, բայց ես նրան պատասխանում եմ, ասում եմ կանեի եթե ժամանակ լիներ, բայց արդեն իմաստ չունի, որովհետև ընդամենը 4-5 ամիս է մնացել, դրանից հետո արդեն էլ չի ստացվի, մենք այստեղ չենք լինի, էլ իմաստ չունի հիմա ինչ-որ բան փոխել։ Այդ երազից հետո ես տեսնում եմ մեկ ուրիշ երազ, երևի մի օր հետո, որտեղ ստացվում է 4 երազից եմ հատված պատմելու, որտեղ ինձ նորից ինչ-որ մեկը ինչ-որ բան է առաջարկում իմ կյանքում անելու, լավ բան, բայց ես նրան ասում դե լավ դե, մի կես տարի բան մնաց էլի, որ այստեղ ենք, էլ ինչ իմաստ ունի, համ էլ տես վերջին օրերն ենք ապրում, էլ արդեն իմաստ չունի ինչ-որ նոր բաների հետևից գնալ, նոր բաներ անել, փոխել, ավելացնել ինչ-որ բաներ, ինչպես որ կա, թողենք այդպես։ Դրանից հետո ես տեսնում եմ մի շատ գեղեցիկ երազ, արդեն այդ հատվածը աչքերիս առաջ է մինչև հիմա, կարծես ուղղակի գեղեցիկ նկար տեսած լինեմ։ Ես տեսնում եմ ծիրանենիներ։ Ես տեսնում եմ իմ մանկության բակը, փողոցը, որը հիմա նույնպես գրեթե նույն տարածքում եմ էլի ապրում, գրեթե միշտ լինում եմ այդ հատվածներում, այսինքն այդ ամենը ինձ շատ հարազատ է եւ երազը շատ քաղցր, անուշ էր, տեսարանը շատ գեղեցիկ էր ու ես տեսնում եմ իմ հարազատ տեղում, որտեղ որ ես ապրել եմ միշտ ծիրանենիներ։ Եվ ես